Ուրեմն սա մեր բնակարանն է, ջրհեղեղից անցել արդեն մի տարի, գտնում ենք այս իրավիճակում։ Մի նոր եմ տուն են տվել, ռեմոնտ եմ անում։ Մի 15 օր հետո կգամ արդեն այդտեղ։ Ուղղակի անդադ խնդրում ենք, որ չվարարես մեզ, վնաս չտաս, քեզ շատ ենք սիրում, ոնց ասեմ։ Երևակայի մենք ենք, որ խոսքի այստեղ շենքում ենք, էլի, այդ տուժածներից։ Մեկ տարի առաջ, մայիսի 26-ին, Լոռու մարզում Դեբետ գետի, իսկ Տավուշի մարզում Աղստև գետի վարարման պատճառով մեծ ավերածություններ եղան։ Լոռիում, օրինակ, փլուզվեցին կամուրջներ, ճանապարհներ, բազմաթիվ տներ լցվեցին ջրերով։ Մեծապես տուժեցին Ալավերդի համայնքի Քարկոպ բնակավայրը, Աղթալա կայարանի տարածքը, Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասն ու Թումանյան փողոցը։ Եկացատի հա, որ արդեն տունը ջուր է լցվեմ։ Մի կերպ մի բան արենք, դաժե չասեցենք, որ ասենք խոսքի դոկումենտացիա վեր ունենք, կամ էս, կամ են։ Նայեք ինչքան է ջուրը բարձրացածել էլ։ Ինչքան երած ունենք, սաղ պտեք շարքից դուս եկավ։ Ինչ է փոխվել ջրհեղեղից մեկ տարի անց։ Աղթալա կայարանի տարածքում հիմնական կամուրջի փոխարեն տեղադրված է պողպատե ժամանակավոր կամուրջ, որով կարող են նաև բեռնատարներ երթևեկել։ Կայարանի տարածքում է Արթուր Բեկջանյանի տունը, որին անցած տարի էինք այցելել։ Նրանց տունն ու այգին գրեթե ամբողջությամբ վնասվել է ու դարձել բնակության համար ոչ պիտանի։ Մեկ տարի առաջ ու հիմա Արթուր Բեկջանյանը ցույց է տալիս իր տունը։ Այս եղել է իմ մեծ տղայի ննջասենյակը, մեր փոքր երեխեքը ստեղ են, մեր հարսիկի հետ մնացել, փոքրիկ կրավատն է, սա մեծ տղայի սպալնն եղել, 3 անչափահաս երեխվեց ստեղ են մնացել, նույն կարգավիճակն է տենում եք։ Տանը որոշ աշխատանքներ են արել, այն պատրաստելով նորոգման համար, բայց կառավարությունը դեռ չի փոխհատուցել նրանց կրած վնասների համար։ Պետությանից աջակցություն չենք ստացել, քանի որ տունը սեփական չի, բայց սեփական չի նրա համար, որովհետև տունը պատկանել է երկաթգծին, ամուսինս որպես երկաթուղային այս տունը տվել են իրան, մենք ապրել ենք շուրջ 30 տարի արդեն, իմ խնդրանքը նա է, եթե ինչ-որ մեկը, ինչ-որ մի բարերար ձեր միջոցով մեզ կարողանա օգնել, մենք աշխատող մարդիկ ենք, ընդամենը ինձ պետք է, որ մի քիչ աջակցեն, որ գոնե տունը մի քիչ բարելավենք, որ կարողանանք այս 3 անչափահասներին հետ տեղափոխվենք մեր տուն։ Առ այսօր այլ տեղ են բնակվում, պետությունը մինչև դեկտեմբեր վճարել էր վարձը։ Հիմա բարեկամի տանն են մնում, քանի որ վարձի գումարը չեն կարող տալ։ Իրենց խնդրի լուծման համար տարբեր մարմիններ են դիմել, այդ թվում վարչապետի աշխատակազմ, սպասում են դրական արձագանքի։ Ջրհեղեղից մեծապես տուժած Քարկոպ գյուղում առաջին քեֆ ուրախությունն այս տարվա փետրվարին է եղել։ Նշել են գյուղացիներից մեկի ծննդյան տարեդարձը։ Ալվարդ Բեջանյանի խոսքով անգամ նոր տարուն մարդիկ դեռ տրամադրություն չունեին։ Գյուղում չկար տուն, որ ջրհեղեղից տուժած չլիներ։ Բայց կառավարությունը փոխհատուցել է տները վերանորոգելու համար, 1 քառակուսի մետրի դիմաց տալով 60,000 դրամ, 1,200,000 դրամ էլ որպես գույքի գումար։ Ալվարդ Բեջանյանը փոխհատուցած գումարով իր տունն է վերանորոգել, մնացել է տան մի փոքր հատվածը կարգի բերել։ Լրիվ մաքրել ենք պատերը, պատրաստ է արդեն վերականգնվելու սա էլ, ամեն ինչ ունենք, բայց ուզում ենք անպայման ամառվա, էլի, ամառվա ամսվա ինչ որ մի հատ արև մտնի, մի հատ այս մաքրվի, որովհետև մենք հագուստները չեն կարողանում փակած պահարանում մնա։ Որտեղ փակ է, այնտեղ նորից ջուրը խփում է։ Որտեղ փակ է, թե այդքան ջուրը որտեղից է բարձրանում, չենք հասկանում։ Մահեր Խառապյանը տնակում էր ապրում, ջրհեղեղից հետո այն պիտանի չէր բնակության համար։
Նրան գյուղում տրամադրել են բնակարան, որը վերանորոգվում է պետության տրված գումարով։ Գումարն էլ փոխանցվում է փուլ առ փուլ։ Համի մի փուլ ամնացել պետք է լադր չգիտեմ ուստի պետք է վարպետի փող տամ։ Քորո փուլը պետք է սպարտացնեն իմ տոնը։ Չգիտեմ կարան կանեն վերջացնենք։ Մարկետինգ это. Գումարի 3 միլիոն 9,000 փողի փող։ Քարկոփում եւս տեղադրված է ժամանակավոր կամուրջ։ Մարդիկ միայն ուզում են, որ քայլեր ձեռնարկվեն, որպեսզի դեբեդը հունից այլևս դուրս չգա, ու նաեւ բակերն ու փողոցները բարեկարգվեն։ Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասը եւս շատ էր տուժել։ Շենքերի առաջին հարկերը լցվել էին ջրով։ Այստեղ մարդկանց մի մասը արդեն վերականգնել է տունը, մի մասն էլ դեռ վերականգնում է։ Չէ, մարդկա չի մնում, դեռ չի եկել, ունակ փաստից, որ ես մարդը խոսեց, դեռ Վարչով է մնում, կողքից հարևանն նորից Սարահարթում, էլի Վարչով է մնում, կիսատա դեռ, կա մեկը, որ էլի ուրիշ տեղ է ապրում, էլի Վարչով են մնում, մեկի էլի նորից փաստաթղթերի հետ է կապված խնդիրը։ Սանահինի փլուզված կամուրջի փոխարեն կրկին ժամանակավոր կամուրջ է տեղադրված։ Թե երբ կկառուցվեն հիմնական կամուրջները, հայտնի չէ։ Ալավերդի համայնքում ընդհանուր առմամբ աղետից տուժած 142 ընտանիքներից 101-ը փոխհատուցում է ստացել։ 12-ը մերժվել են սեփականության վկայագիր չունենալու պատճառով։ Բնակարանի գնման վկայագրի շահառու է 24 ընտանիք, 5-ը մերժվել է։ Տուժած վայրերում բնակիչները զգուշությամբ ու անհանգստությամբ են ապրում։ Ասում են, երբ անձրև է գալիս, գնում են ստուգում տեսնելու ինչքան է բարձրացել գետը, հետո գալիս տուն։